Տեսահոլովակի առաջին մասում մենք պատմեցինք, թե որքանով են մարդու ուղեղի հնարավորությունները տարբերվում մոլորակային բանական ուղեղի հնարավորություններից, ով է շարժում մոլորակի էվոլյուցիան և ումից են մարդիկ ստանում գիտելիքներն ու տեխնիկական նորամուծությունները։ Մոլորակի ինչպիսի սարքավորումների միջոցով է իրականանում մոլորակային գործընթացների ողջ վերահսկողությունը։ Դուք իմացաք ինչ է կյանքի աջակցությունը և այն, որ այդ գործընթացներում մասնակցում են նաև գալակտիկական մոլորակային կառույցները։ Մարդու ուղեղը կառուցվածքով նման է տիեզերքին։ Նեյրոնները մոլորակներ են, իսկ նեյրոնների միացման սխեմաները մոլորակների միջև կապի խողովակներն են։ Սա կյանքի ապահովման հսկա գործընթացի միայն մեկ կողմն է։ Ձմեռը մթնոլորտի ցանցերում գտնվող տրիտիում էներգատարի մնացորդային մասի նյութականացման համակարգային գործընթաց է, որը կառավարման համակարգի տարբեր համակարգային գործընթացները անցնող տարվա ընթացքում իրականացնելու համար էին։ Ձյունը, սառույցը, կարկուտը և այլ սառը տեղումները նյութականացված տրիտիում են, որոնք մոլորակին այլևս պետք չեն։ Սեզոնային հիվանդությունների մեծ մասը, ինչպիսիք են գրիպը, սուրշնչառական վիրուսային վարակը, մրսածությունը, անգինան, հանդիսանում են հաճախականության խափանումներ կենսակառուցվածքների նորմալ կյանքի աջակցության համար երկրի կառավարման համակարգի ծրագրային գործընթացներն իրականացնելու ընթացքում։ Մոլորակի կյանքը էներգիաների գոյությունն է։ Մեր բոլորիս գոյությունը երկրի վրա նույնպես ժամանակավոր է։ Մարդը իր բնույթով հանդիսանալով էլեկտրական և մագնիսական կառույց, նախքան մոլորակի զավթումը ունեցել է կյանքի ապահովման համար էներգիաների հոսք 17 միլիարդ հաճախականությունների քանակությամբ։ Ժամանակակից մարդը հանդիսանում է մեր նախնիների խեղճ պատճենը։ Այժմ նա ունի կյանքապահովման համակարգից միայն 4,5 միլիարդ հաճախականություն իր էներգակառույցի գոյության և մարմնի նյութականացման համար։ Այս հեռարձակման հոսքից որոշ քանակի հաճախականությունների փոխարինումը, հեռացումը կամ ժամանակավոր բացակայությունը հաճախ հանգեցնում է տարբեր հիվանդագին դրսևորումների։ Հաճախականությունների բոլոր հեռացումները վերագրում են մեկ ժամանակահատվածին՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 21-ը։ Ձմեռային ժամանակի ռեժիմն ունի հաճախականությունների հեռացման 3 փուլ։ Առաջին՝ բոլոր հաճախականությունների հեռացման ռեժիմ, որոնց ներուժերը 1%-ից պակաս են։ Նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը։ Միանում են բոլոր կառավարման համալիրները։ Երկրորդ՝ արբանյակային կապի խողովակներից հեռացվում են տրիտիումի հաճախականությունները և ձևավորվում է ջրային ստանդարտը։ Նոյեմբերի 1-ից մինչև հունվարի 17-ը։ Երրորդ՝ մթնոլորտից հեռացվում են բոլոր այն հաճախականությունները, որոնք այլևս պետք չեն ծրագրին։ Մարտի 21-ից մինչև Սուրբ Զատիկ։ Ինչ է տեղի ունենում հեռացման ժամանակ։ Եթե մարդկանցից հեռացվել է, սակայն փոխարինողը դեռ որոշ ժամանակ բացակայում է, առաջանում են տարբեր հիվանդագին զգացմունքներ՝ սուրշնչառական հիվանդություններ, գրիպ, մրսածություն, անգինա, հարբուխ, հազ և այլն։ Այս վիճակի ծանրությունը իհարկե կախված է տարիքից, այլ հիվանդությունների առկայությունից և շատ այլ պատճառներից։ Նաև հնարավոր է հիվանդություն ձեռք բերել մեկ այլ հիվանդ մարդու մագնիսական դաշտից։ Մենք գիտենք, որ հիվանդ մարդու մագնիսական դաշտը մեծանում է մոտավորապես 1,5 անգամ։ Ուղեղի նույն գենոտիպն ունեցող մարդիկ ավելի մեծ հավանականություն ունեն հիվանդանալու այդ հիվանդությունը փոխանցելու նույն գենոտիպի այլ մարդկանց։ Հիվանդ մարդու մագնիսական դաշտի փոխանցման համար տեսանելի որևէ խոչընդոտներ չկան։ Դուք նրան նույնիսկ չեք տեսնի, բայց մրսածությունը կամ գրիպն արդեն այցելել է ձեզ և չի ուզում հեռանալ։ Գործընթացն իրականացվում է այնպես, որ ուղեղի ոչ բոլոր գենոտիպերն են միաժամանակ նույն օրը փոխվում կենսապահովման հաճախականությունները, այլ մեկ առ մեկ, յուրաքանչյուրն իր ժամանակին։ Հաճախականության փոփոխությունների ժամանակացույցը մեզ անհայտ է, հայտնի է միայն գործընթացի ժամանակահատվածը։ Բացի ծրագրի համաձայն այլևս ոչ պետքական հաճախականությունները հեռացնելուց, 3 փուլով իրականացվում է նոր հաճախականությունների ներմուծումը։ Առաջինը՝ նոր ծրագրի համաձայն հաճախականության ներուժերի բարձրացում՝ նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 21-ը։ Երկրորդ՝ նոր ծրագրի համաձայն հաջորդ տարվա համար մարդկային էտալոնի ձևավորում՝ դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 7-ը։ Երրորդ՝ ջրի էտալոնի ձևավորում՝
դեկտեմբերի 22-ից մինչև հունվարի 17-ը։ Կառավարման համալիր Ուրալ։ Եթե դիտարկենք մրսածության հիվանդությունները, ապա հիվանդասության գագաթնակետը գալիս է հենց այս ժամանակահատվածին, երկրի վրա տեղի ունեցող տարեկան համակարգային գործընթացներին խիստ համապատասխան։ Ամեն դեպքում բակտերիաների և վիրուսների միջոցով ցանկացած համաճարակի տարածման համար պահանջվում է որոշակի ժամանակ։ Այդ դեպքում հիվանդությունները հերթով կհայտնվեն յուրաքանչյուր տարածքում և կպահանջվի զգալի ժամանակ այդպիսի հսկայական տարածքները ծածկելու համար։ Իսկ երկրի կառավարման համակարգի աշխատանքի պարագայում իր կողմից որոշ հաճախականությունների հեռացման և մյուսների տեղադրման մարդկային համայնքը ակնթարթորեն է արձագանքում այս գործընթացն իրականացվող ողջ տարածքով։ Մարդկությունը հատկապես արագ է արձագանքում ջրի էտալոնի փոփոխություններին և ծրագրի համար այլևս ոչ անհրաժեշտ հաճախականությունների հեռացմանը։ Մտածեք ինքներդ, ինչ մեծ գերբեռվածություններ է ապրում մեր ուղեղը հին հաճախականությունների հեռացման հետևանքները հնարավորինս արագ չեզոքացնելու և նոր հաճախականությունների ներուժերի հոսքը, մղումը համաչափելու համար, ռիթմի և այլ պարամետրերի առումներով։ Սա մեծ սթրես է ամբողջ օրգանիզմի համար, և այս ամենը չնայած այն հանգամանքին, որ մարդիկ հսկայական քանակությամբ տարբեր քիմիական նյութեր են կուլ տալիս, իրենց և իրենց երեխաներին ներարկում պատվաստանյութեր և կատարում են բազմաթիվ այլ պաշտպանիչ գործողություններ պարզապես չար վիրուսներից փրկվելու համար։ Ու չնայած այդ բոլոր գործողություններին, նրանք միևնույն է հիվանդանում են այսպես կոչված գրիպով և սուր շնչառական վիրուսային վարակներով, որոնք ըստ էության կյանքի աջակցության հաճախականությունների մի փոքր մասի ժամանակավոր բացակայություն է կամ ուղեղի համաժամեցում ներմղվող նոր հաճախականությունների ներուժերի հետ։ Կենսակառույցների կենսապահովման հաճախականությունների ժամանակավոր բացակայությունը ոչ այլ ինչ է, քան մարմնի վիճակի մշտական պահպանման համար անհրաժեշտ էներգիայի հոսքի մի մասի բացակայություն։ Այլ կերպ ասած, դա կյանքի համար անհրաժեշտ էլեկտրական և մագնիսական էներգիայի գրավիտացիոն ներուժի մշտական հոսքի ժամանակավոր նվազեցում է։ Երբ մարդը ծնվում է, նրա համար որոշակի ներուժ է ստեղծվում երկրի կառավարման համալիրներից մեկում, որը ծախսվում է կյանքի ընթացքում և պահպանվում է միկրոտառերի նորմալ կազմով։ Թե ինչին է հավասար ստանդարտ ատոմում ներուժը, դուք տեսնում եք ձեր էկրանին։ Էկրանին դուք տեսնում եք նաև ներուժի փոքրագույն և մեծագույն արժեքները։ Այն կախված է բազմաթիվ գործոններից, որոնք կցուցադրվեն առանձին տեսաֆիլմում։ Զանգվածային մրսածության հիվանդությունները բնորոշ են տարվա այնպիսի ժամանակահատվածներին, ինչպիսիք են աշունը և ձմեռը։ Ռազմավարությունների կանխարգելման կենտրոն գիտահետազոտական ինստիտուտի գիտնականներ Խատիբովի և Մակովի կողմից 10 տարվա ընթացքում իրականացված դիտարկման պրակտիկայի շնորհիվ կարող ենք վստահորեն ասել, որ վերնշված բոլոր ամսաթվերն ու վերջնաժամկետները բազմիցս ստուգվել և հաստատվել են։ Կարող եք ասել, իսկ ինչ կասեք տարվա մյուս եղանակների, նույնիսկ ամռանը մրսածության մասին։ Այո, նման դեպքեր կան, քանի որ մարդկանց կենսապահովման փոփոխությունները տեղի են ունենում նաև տարվա մյուս եղանակներին, որպես երկրի կառավարման համակարգի որոշ ծրագրերի շարունակական իրականացման գործընթաց, բայց դրանք այնքան զանգվածային բնույթ չեն կրում, որքան աշնանը և ձմռանը։ Ինչպես ժողովրդական իմաստությունն է ասում, բուժվես չբուժվես, մեկ շաբաթ է։ Ես իմ սեփական փորձից գիտեմ, որ անկախ նրանից, թե քանի ժողովրդական միջոց ընդունեմ սուրբ շնչառական վիրուսային վարակի կամ գրիպի ախտանիշների հայտ գալուց, միևնույն է, մեկ շաբաթում կանցնի, իսկ եթե որևէ միջոց չեմ ընդունում ու միայն ավելի շատ մաքուր կառուցվածքայնացված ջուր եմ խմում, անցնում է նույնպես 7 օրում։ Առողջական խնդիրներ ունեցող մարդկանց վերականգնման համար կարող է ավելի շատ օր պահանջվել։ Մարդու մարմնի լիմֆատիկ համակարգը ակտիվորեն մասնակցում է վերականգնման գործընթացներին։ Արբուխն ու անգինաները չքայքայվող տոքսինների արտազատում է, որոնք առաջանում են միջբջջային տարածությունում և լիմֆատիկ խողովակների միջոցով արտազատվում են քթի անցուղիների և կոկորդի լորձաթաղանթի միջոցով։ Լյարդը չի կարող հաղթահարել չքայքայվող տոքսինների հետ, այդ պատճառով մարդու ուղեղում կա նման ծրագիր՝ կազմակերպելու դրանց արտազատումը, երբ բջիջներում տոքսինների քանակը դառնում է կրիտիկական, կամ ձմեռային սեզոնին տեղի են ունենում կենդանի նյութի կենսապահովման հաճախականության պլանային փոփոխության այլ գործընթացներ։
Հիմնականում հարբուխով և անգինայով դուրս եկող տոքսինները հավաքվում են թոքերից, ուղեղի ճակատային մասից և վերին շնչուղիներից, այնպես որ օգնում ենք մարմնին և հեռացնում տոքսինները, օգտագործելով ավանդական ժողովրդական մեթոդներ՝ ինգալյացիայի և այլնի միջոցով։ Օգնում ենք մարմնին՝ տաքացնելով քրտնագեղձերը և հեղուկացնելով այս վնասակար նյութը մարմնի ներսում ամեն ինչ արագ հեռացնելու համար։ Տոքսինների և թափոնների հեռացումը ուղեղի կողմից կազմակերպված նորմալ ծրագրային գործընթաց է մեր մարմինը մաքրելու համար։ Իհարկե, կյանքի որոշ անհարմար պահերին անհրաժեշտ է պայքարել հարբուխի հետ, բայց այն ճնշելը և փորձել կանգնեցնելը բնավ ցանկալի չէ։ Մենք փորձում ենք ճնշել օրգանիզմի այս կենսական գործառույթը կաթիլներով և սփրեյներով, բայց այս ամենը հղի է օրգանիզմի ներսում տոքսինների ավելի մեծ կուտակմամբ, ինչը ի վերջո նոր մրսածություն և կոկորդի ցավ է առաջացնում։ Անգինան նույնպես չքայքայվող տոքսինների կոնցենտրացիայի արտազատում է, ինչը սրվում է նաև նրանով, որ տոքսինները երբեմն չեն կարողանում անմիջապես անցնել արտազատման համար, քանի որ կոկորդի լորձաթաղանթի անցուղիները խցանվում են չորացած հին թարախային խցաններով, ինչը առաջացնում է բորբոքում, ապա կոկորդի լորձաթաղանթը լայնանում և այտուցվում է, և որպես արդյունք առաջանում են ցավ և բարձր ջերմություն։ Իսկ եթե նշիկները հեռացված են, ապա այդ մարդու տոքսինները հեռացվելու են քթի անցուղիներով, ինչը նշանակում է, որ ավելի հաճախ հարբուխ կունենա։ Կան բազմաթիվ միջոցներ, որոնք կօգնեն օրգանիզմից դուրս բերել տոքսինները, և դրանցից ոչ բոլորն են հաճելի։ Օրինակ, կարող եք կոկորդի նշիկներին քսել բնական խեժ։ Հոտը տհաճ է, բայց այն իսկապես արդյունավետ հակասեպտիկ է։ Կարող եք նաև օգտագործել ինգալյացիաներ՝ բուժիչ բույսերի տարբեր հավելումներով և շատ այլ միջոցներով։ Օգտագործեք շատ հեղուկներ և մաքուր կառուցվածքայնացված ջուր։ Ինտերնետում կա մեծ քանակությամբ գրականություն ժողովրդական բաղադրատոմսերով։ Շարունակելի։ Այս մասին ավելին կարող եք իմանալ կարդալով Ֆյոդոր Շկրուդնևի «Իրականության վերակառուցումը» մենագրությունը նրա պաշտոնական կայքում։ Սպասում ենք ձեր հարցերին։